Անարդարությամբ նշագծված քաղաքում մի աղջիկ օգտագործում է իր վերջին մետաղադրամները, օգնության հասնելու համակարգի կողմից մոռացված մի տարեց կնոջ։ Նա չգիտի, որ այդ պարզ քայլը կարթնացնի մի հին պարտք, որը անցնում է սերնդեսերունդ։ Եվ երբ ճշմարտությունը բացահայտվում է, նրա խոնարհ ընտանիքը ստանում է նոր սկսելու հնարավորություն, որը ոչ ոք չէր սպասում։ Այս պատմությունը սկսելուց առաջ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասացեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Նոյեմբերյան երեկոյի սառը քամին փչում էր Երանի փողոցներով, իր հետ բերելով ձմռան չոր օրերի սառը փոշին։ Ընդամենը 12 տարեկան Անահիտ Սարգսյանն ավելի լավ փաթաթվեց իր բարակ բաճկոնի մեջ պլաստիկ տոպրակն ավելի մոտեցրեց մարմնին։ Դրա մեջ մորմուգ կապույտ համազգեստը դեռ բուրում էր մաքրող միջոցներով, որոնք նա ամեն օր օգտագործում էր Մելիքյանների տանը, կենտրոնի ամենահեղինակավոր առանձնատներից մեկում։ Աղջիկը դիտում էր իր շուրջը հավաքված մարդկանց Աբովյան փողոցի կանգառում։ Շտապող գործարարներ, իրենց կաշվե պայուսակներով, համալսարանի ուսանողներ, որոնք բարձրաձայն խոսում էին քննությունների երեկույթների մասին, էլեգանտ տիկնայք թանկարժեք խանութներից գնված տոպրակներով։ Նա իրեն անտեսանելի էր զգում այնտեղ, կարծես քաղաքային բնապատկերից մեկ մանրուք լիներ, որին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Բաճկոնի գրպանում մատները նյարդայնորեն խաղում էին առավոտյան մոր տված մետաղադրամների հետ։ 1000 դրամ։ Դա այն ամենն էր, ինչ նրանք ունեին արտակարգ իրավիճակների համար մինչ շաբաթվա վերջ։ Նրա մայրը, Մարիամը, հստակ էր ասել այդ մասին նախաճաշի ժամանակ, երբ աղջկա հետ կիսում էր վերջին մնացած հացը։ Անս, աղջիկս, այս փողը միայն շատ լուրջ դեպքերի համար է, լավ։ Եթե ճանապարհին մի բան պատահի, կօգտագործես։ Բայց եթե կարողանաս պահել, այսօր երեկոյան կաթ կառնենք ու գուցե մի քիչ էլ թխվածքաբլիթ, թեյի հետ ուտելու։ Անահիտը գլխով էր արել, հիանալի հասկանալով այդ խոսքերի կշիռը։ 1000 դրամը նրանց համար մեծ գումար էր։ Դա նշանակում էր 3 լիտր կաթ կամ 2 հատ մեծ հաց, կամ էլ մի քանի միրգ, որոնք մայրը սիրում էր գնել, երբ լրացուցիչ գումար էր վաստակում։ Յուրաքանչյուր լուման պլանավորված էր, յուրաքանչյուր ծախսի մասին 2 անգամ էին մտածում։ Հեռվում լսվեց թիվ 47 ավտոբուսի շարժիչի ձայնը, ինչի պատճառով կանգառում գտնվող մարդիկ սկսեցին անկանոն հերթ կանգնել։ Անահիտը, ինչպես միշտ, ավելի հետում կանգնեց։ Նա փոքրուց սովորել էր, որ իր նման աղջիկները ոչ մի տեղ առա ճինը լինելու համար չեն շտապում։ Ավելի լավ էր սպասել, դիտել, հարմարվել։ Հենց այդ պահին նա նկատեց իր կողքին կանգնած կնոջը։ Էլեգանտ, բայց մի ձով, որը կարծես երկար տարիների ընթացքում էր ձավորվել։ Նրա բեժ բրդյա վերարկուն ակնհայտորեն թանկարժեք էր, բայց օգտագործման նշաններ ուներ։ Ալեխառն մազերը խնամքով հարդարված էին, բայց աչքերում կար մի բան, որը խորը շփոթություն էր արտահայտում, գրեթե զսպված հուսահատություն։ Տիկինը տենթագին փորփրում էր փոքրիկ պայուսակը, մի քանի անգամ հանելով նորից դնելով նույն իրերը։ Ճմրթված թղթե անձեռոցիկ, գրեթե վերջացած շրթներ, անանուխի մի քանի կոնֆետ։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, Անահիտը հասկացավ, որ դա միայն ցրտից չէ։ Խնդրում եմ, մրմնջում էր կինն ինքն իրեն մի ձայնով, որը տասնամյակների նրբագեղություն էր կրում, բայց այժմ հնչում էր անհանգստությունից կոտրված։ Ո՞ր դրեցի դրամապանակս։ Ինչպես կարող էի այդքան անուշադիր լինել։ Ավտոբուսը կանգնեց արգելակների բարձր ճռինչով, դուռը բացվեց։ Վարորդը, միջին տարիքի, դժգոհ դեմքով մի տղամարդ, նայեց ուղորնը։ Լի հերթին այնպիսի արտահայտությամբ, կարծես կնախընտրեր աշխարհի ցանկացած այլ վայրում լինել։ Մարդիկ սկսեցին նստել, յուրաքանչյուրը տալով իր գումարը կամ անցկացնելով քարտը վալիդատորով։ Անահիտը դիտում էր, թե ինչպես իր արջի տիկինը տատանվող քայլերով մոտեցավ վարորդին։ Ներողություն, ասաց նա խեղդված ձայնով։ Ես կորցրել եմ դրամապանակս։ Ուղևարցի փող չունեմ, բայց ինձ շատ է պետք։ Վարորդը նույնիսկ թույլ չտվեց, որ նա ավարտի խոսքը։ Տեսեք, տիկին, առանց վճարման մուտք չկա։ Ընկերության կանոնն է։ Ոչնչով չեմ կարող օգնել։ Բայց դուք չեք հասկանում, պնդեց կինը, Անահիտը նկատեց, որ նրա աչքերում սկսել էին արցունքներ հավաքվել։ Ես մոլորվել եմ։ Չգիտեմ որտեղ եմ։ Հեռախոս չունեմ, փաստաթղթեր չունեմ։ Իսկ ես ինչ կապ ունեմ դրա հետ, պատասխանեց վարորդը, բարձրացնելով ձայնն այնպես, որ ավտոբուսի մի քանի ուղորներ շրջվեցին, իրավիճակը դիտելու։
Կարծում եք, ես անվճար եմ ավտոբուս վարում։ Կամ վճարում եք, կամ իջնում եք։ Անահիտը զգաց, թե ինչպես մի բան սեղմվեց իր կրծքում։ Նա լավ ծանոթ էր այդ ձայնի տոնին, պրոֆեսիոնալիզմի տակ քողարկված այդ արամարանքին։ Դա նույն տոնն էր, որով որոշ գործատուներ խոսում էին, երբ նա մի քանի րոպե ուշանում էր խցանումների պատճառով, կամ երբ մաքրության ժամանակ պատահաբար մի բան էր կոտրում։ Տիկինը փորձեց պահպանել արժանապատվությունը, ուղղելով ուսերը զգուշորեն սրբելով աչքերը անձեռոցիկով։ Ես հասկանում եմ ձեր դիրքորոշումը, ասաց նա մի ձայնով, որը պայքարում էր ամուր մնալու համար։ Բայց մի՞թե հնարավոր չէ։ Ասացի, ոչ, գոռաց վարորդը։ Դուք խանգարում եք իմ գրաֆիկին։ Կամ վճարեք, կամ ճանապարհ տվեք։ Այլ ուղորներ են սպասում։ Հենց այդ պահին Անահիտը զգաց, թե ինչպես իր ներսում մի ուժեղ բան շարժվեց։ Մի մաքուր զայրույթ, մի ընդվզում իր ականատես եղած անհիմն դաժանության դեմ։ Առանց երկու անգամ մտածելու, նա մի քայլ առաջ արեց, ձեռքը տարավ գրպանը։ Ահա, ասաց նա, հանելով ճմրթված 1000 դրամանոց թղթադրամը։ 2 տոմս, խնդրում եմ։ Վարորդը զարմացած նայեց նրան, կարծես առաջին անգամն էր նրան իսկապես տեսնում։ 2 Համոզված ես, աղջիկ։ 1200 դրամ է։ Անահիտը տատանվեց ընդամենը մի վայրկյան։ 1000 դրամը չէր բավականացնի 2 տոմսի համար։ Բայց նա հիշեց 20 կոպեկանոց մետաղադրամը, որը միշտ կրում էր գրպանում, հիշատակ իր պապիկից, որը մահացել էր, երբ նա փոքր էր։ Դա հին խորհրդային մետաղադրամ էր, որը նա իրեն էր տվել, ասելով, որ մի օր կհասկանա դրա արժեքը։ Այո, ունեմ, պատասխանեց նա, տալով թղթադրամն ու մետաղադրամը։ 1000 դրամ խորհրդային 20 կոպեկանոց։ Դա ավելին արժե, քան 2 ու 100 դրամը։ Վարորդը դժկամությամբ վերցրեց գումարը, կասկածամտորեն նայեց օտար մետաղադրամին, բայց վերջում ընդունեց։ Անցիր շուտ, փնթփնթաց նա։ Տիկինը նայեց Անահիտին լիակատար զարմանքի երախտագիտության արտահայտությամբ։ Նրա աչքերը, որոնք քիչ առաջ լի էին նվաստացման արցունքներով, այժմ փայլում էին մի այլ բանով։ Իմ երեխա, շշնջաց նա, նրբորեն ձեռքը դնելով աղջկա ուսին։ Պետք չէր։ Պետք էր, պատասխանեց Անահիտը, տիկնոջը ուղեկցելով ավտոբուսի ներս։ Ոչ ոք արժանի չէ, որ իր հետ այդպես վարվեն։ Նրանք 2 ազատ տեղ գտան ավտոբուսի միջնամասում։ Տիկինը զգուշորեն նստեց, դեռս տեսանելիորեն ցնցված իրավիճակից, մինչդեռ Անահիտը տեղավորվեց նրա կողքին։ Մի քանի րոպե նրանք լուռ էին, պարզապես դիտելով պատուհանից անցնող քաղաքը։ Ինչ է քո անունը, սիրելիս, վերջապես հարցրեց տիկինը։ Անահիտ Սարգսյան։ Իսկ ձերը։ Հելեն, պատասխանեց նա մեղմ ժպիտով։ Հելեն Վարդանյան։ Անունը ծանոթ թվաց Անահիտին, թե նա չէր կարողանում հիշել, թե որտեղից։ Գուցե պարզապես այն պատճառով, որ հնչում էր որպես հարուստ ընտանիքի անուն, այնպիսիներից, որոնք հայտնվում են թերթերում, որոնք մոր գործատուները երբեմն թողնում էին տանը։ Անահիտը գեղեցիկ անուն է, շարունակեց Հելենը։ Եվ դու շատ յուրահատուկ աղջիկ ես։ Ոչ բոլորը կանեին այն, ինչ դու հենց նոր արեցիր։ Մայրս միշտ ասում է, որ պետք է օգնել, երբ կարող ես, պատասխանեց Անահիտը, զգալով, թե ինչպես են այտերը մի փոքր տաքանում։ Նա ասում է, որ աշխարհն ար։ Դեն իսկ բավականին դժվար է, որ մենք այն էլ ավելի վատը դարձնենք։ Հելենը ժպտաց, այս անգամ դա անկեղծ ժպիտ էր, որը լիովին փոխեց նրա դեմքը։ Մայրդ իմաստուն կին է։ Նա աշխատում է։ Աշխատում է։ Նա տներ է մաքրում, ասաց Անահիտը, մի փոքր տատանվելով։ Նա չէր ամաչում մոր աշխատանքից, բայց գիտեր դատապարտումը, որը երբեմն ուղեկցում էր այդ տեղեկատվությանը։ Դա ազնիվ կարևոր աշխատանք է, ասաց Հելենը, առանց տոնի որևէ փոփոխության։ Երիթե նա շատ է աշխատում։ Այո, շատ։ Տնից դուրս է գալիս, մինչ ես կարթնանամ, վերադառնում է, երբ արդեն մութ է։ Այսօր ես նրա համազգեստը բերեցի Մելիքյանների տնից, որովհետ 3 գիշեր մոռացել էր։ Շատ հոգնած էր։ Հելենը հասկացողությամբ գլխով արեց։ Իսկ դու սովորում ես։ Սովորում եմ։ Գնում եմ Թաղամասի հանրակրթական դպրոց։ Այստեղից հեռու է, բայց լավն է։ Ես սիրում եմ կարդալ, հատկապես պատմություն։ Ուսուցչուհին ասում է, որ ես նա լավ շարադրություն եմ գրում։
Պատմությունը հետաքրքրաշարժ առարկա է, ասաց Հելենը, նրա ձայնում մի բան կար, որը խորը գիտելիքների մասին էր հուշում։ Ի՞նչն է քեզ ամենաշատը հետաքրքրում։ Պատերազմները, հայտնագործությունները, Հայաստանի պատմությունը։ Ամեն ինչն էլ սիրում եմ, բայց ինձ ամենաշատը տպավորում են հասարակ մարդկանց պատմությունները, ովքեր արտասովոր բաներ են արել, պատասխանեց Անահիտը, ոգորվելով թեմայից։ Օրինակ, այն մարդիկ, ովքեր մյուսներին են փրկել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, կամ նրանք, ովքեր պայքարել են անարդարության դեմ։ Մարդիկ, որոնք հայտնի չէին, բայց իրենց ձով փոխել են աշխարհը։ Հելենը մի պահ լռեց, մտածկոտ արտահայտությամբ նայելով պատուհանից դուրս։ Երբ նորից խոսեց, նրա ձայնն ավելի ցածր էր, գրեթե մտերմիկ։ Գիտես, Անահիտ, ես էլ եմ միշտ հիացել այդ մարդկանցով։ Բախտ եմ ունեցել կյանքի ընթացքում նրանցից մի քանիսին ճանաչել։ Նա դադար տվեց, կարծես որոշում էր, շարունակել, թե ոչ։ Իմ հանգուցյալ ամուսնուն, օրինակ, պատերազմի ժամանակ փրկել է հենց այդպիսի մի մարդ։ Մի հայ զինվոր, որը նույնիսկ չէր ճանաչում նրան, բայց մտել է այրվող շենք, նրան այնտեղից հանելու։ Անահիտն ամբողջությամբ շրջվեց դեպի Հելենը, աչքերը լայն բացած հետաքրքրությունից։ Իսկապես։ Որտեղ է դա եղել։ Բեռլինում, Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Ամուսինս շատ երիտասարդ էր, կռվում էր խորհրդային զորքերի կազմում։ Ռմբակոծություն է եղել։ Մնացել է այրվող շենքի փլատակների տակ։ Բոլորը կարծել են, թե նա մահացել է։ Հելենը դադար տվեց, խորասուզված տասնամյակներ առաջվա հիշողությունների մեջ։ Բայց այդ զինվորը, այդ անանուն հերոսը, կարողացել է հասնել նրան դուրս է բերել։ Փրկել է նրա կյանքը։ Իսկ դուք գիտեք այդ զինվորի անունը, հարցրեց Անահիտը, լիովին տարված պատմությամբ։ Գիտեինք։ Ամուսինս այդ անունը պահեց իր ողջ կյանքի ընթացքում։ Միշտ ասում էր, որ այն ամենը, ինչ մենք կարողացանք կառուցել, մեր ողջ ընտանիքը, գոյություն ունի միայն այդ մարդու քաջության շնորհիվ։ Հելենը տխուր ժպտաց։ Նրա անունը Կարապետ Սարգսյան էր։ Սերժանտ Կարապետ Սարգսյան։ Անահիտը զգաց, կարծես աշխարհը դադարել էր պտտվել։ Նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել, նա ստիպված եղավ 2 անգամ կուլ տալ, նախքան կկարողանար խոսել։ Սարգսյան, կրկնեց նա գրեթե շշուկով։ Այո, Սարգսյան։ Ինչո՞վ։ Դու ճանաչում ես այդ անունը։ Անահիտը նայեց Հելենին մեծ, փայլուն աչքերով։ Տիկին Հելեն։ Պապիկիս անունը Կարապետ Սարգսյան էր։ Նա զինվոր է եղել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Հելենը երկար պահ լիակատար լռության մեջ մնաց, Անահիտին նայելով այնպես, կարծես ուրվական լիներ տեսնում։ Նրա ձեռքերը, որոնք մինչ այդ հանգիստ դրված էին ծնկներին, նորից սկսեցին դողալ, բայց այս անգամ դա ցրտից կամ նյարդայնությունից չէր։ Դա խորը անկառավարելի հուզմունքից էր։ Կարապետ Սարգսյան, կրկնեց նա, կարծես ստուգում էր բառերի հնչողությունը։ Դու ասացիր, որ պապիկիդ անունը Կարապետ Սարգսյան էր, նա զինվոր է եղել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Այո, հաստատեց Անահիտը, զգալով, թե ինչպես սարսուռն անցավ իր ողնաշարով։ Նա մահացել է, երբ ես շատ փոքր էի, բայց մայրս միշտ պատմություններ է պատմում նրա մասին։ Ասում է, որ նա պատերազմից մի քանի մեդալ է բերել այն զինվորական ժետոնները, որոնք զինվորները կրծքին էին կրում։ Հելենը ձեռքերը տարավ դեմքին, մի քանի անգամ խորը շունչ քաշելով։ Երբ նորից խոսեց, նրա ձայնը կոտրված էր հուզմունքից։ Իմ սիրելի երեխա, դու պատկերացում անգամ չունես, թե սա ինչ է նշանակում։ Ամբողջությամբ շրջվեց դեպի Անահիտը, նրբորեն բռնելով աղջկա ձեռքերը իր ափերի մեջ։ Եթե դա իսկապես նույն մարդն է, եթե դա իսկապես նա է, ապա դու այն մարդու թոռնուհին ես, ով կյանք է տվել իմ ողջ ընտանիքին։ Անահիտը զգաց, թե ինչպես էներգիայի տարօրինակ ալիք անցավ իր մարմնով։ Կարծես մի գլուխկոտրուկի բոլոր կտորները, որի գոյության մասին նա նույնիսկ չգիտեր, հանկարծ իրար էին միանում։ Համոզված եք, հարցրեց նա գրեթե շշուկով։ Կյանքումս ոչ մի բանում այսքան համոզված չեմ եղել, պատասխանեց Հելենը, այժմ արցունքներն ազատորեն հոսում էին նրա դեմքով։ Ամուսինս մահացել է 15 տարի առաջ, բայց մինչ վերջին օրը խոսում էր Կարապետ Սարգսյանի մասին։ Ասում էր, որ մի օր ուզում է գտնել նրան, անձամբ շնորհակալություն հայտնելու, բայց պատերազմի ավարտից հետո այդպես էլ չկարողացանք նրան գտնել։ Ավտոբուսը ճոճվեց շրջադարձ կատարելիս, բայց նրանցից ոչ մեկը չնկատեց։
Նրանք լիովին կլանված էին այդ անհավանական պահով, այդ կապով, որը գերազանցում էր ցանկացած սովորական զուգադիպություն։ Որտե՞ղ եք ապրում, Անահիտ։ Ես պետք է ծանոթանամ մորդ հետ։ Պետք է ավելին իմանամ պապիկիդ մասին։ Անահիտը մի պահ տատանվեց։ Իրենց տունը նման չէր այն տներին, որտեղ մայրն աշխա։ Տուն էր։ Այնտեղ չկային փայլուն սալիկներ կամ թանկարժեք կահույք։ Դա հին շենքում գտնվող պարզ, փոքրիկ բնակարան էր, առաստաղից կաթացող հետքերով պատուհաններով, որոնք լավ չէին փակվում։ Բայց նայելով Հելենին, տեսնելով նրա աչքերի անկեղծությունը, նա զգաց, որ կարող է վստահել։ Մենք ապրում ենք Մալաթիա Սեբաստիա թաղամասում։ Այստեղից հեռու է, բացատրեց նա։ Մեր շենքը շատ հասարակ է, բայց… Եթե իսկապես ուզում եք ծանոթանալ մորս հետ, նա տանը կլինի մոտ 2 ժամից։ Ես շատ եմ ուզում ծանոթանալ նրա հետ, ասաց Հելենը համոզված։ Եթե դեմ չես, որ ինձ այնտեղ տանես, ես սիրով կսպասեմ նրան։ Կարող եմ ինչ-որ բանով օգնել։ Ինչ-որ բան գնել ձեր ընթրիքի համար։ Անահիտը զգաց, թե ինչպես այտերը կարմրեցին։ Պետք չէ, տիկին Հելեն։ Մենք միշտ հոգում ենք մեր կարիքները։ Գիտեմ, որ հոգում եք, ասաց Հելենը քնքուշ ժպիտով։ Դա ակնհայտից էլ ավելին է։ Բայց այսօր յուրահատուկ օր է, այդպես չէ։ Ամեն օր չէ, որ ճակատագիրն այսպես միացնում է երկու մարդու։ Ճանապարհի մնացած մասն անցավ լարված զրույցի մեջ։ Հելենը պատմում էր պատերազմի մասին ավելի շատ մանրամասներ այն մասին, թե ինչպես իր ամուսինը մի ամբողջ կյանք էր կառուցել իրեն տրված երկրորդ հնարավորության հիման վրա։ Անահիտն իր հերթին կիսվում էր պապիկի մասին իր սակավ հիշողություններով, այն բազմաթիվ պատմություններով, որոնք մայրը պատմում էր նրա մասին։ Երբ նրանք իջան վերջին կանգառում, Արն արդեն թաքնվում էր շենքերի հետում, երկինքը ներկելով նարնջագույն ու վարդագույն երանգներով։ Այն թաղամասը, որտեղ ապրում էր Անահիտը, լիովին տարբերվում էր քաղաքի կենտրոնից։ Փողոցներն ավելի նեղ էին, շենքերն ավելի ցածր ու հին։ Մայթերին երեխաներ էին խաղում, կանայք զրուցում էին շենքերի մուտքի մոտ, իսկ տարեցները նստած էին թաղամասի կենտրոնում գտնվող փոքրիկ այգու նստարաններին։ Այստեղ է, ասաց Անահիտը, մատնացույց անելով թափված ներկով մի քանի ճաքած ապակիներով քառահարկ շենքը։ Մենք երկրորդ հարկում ենք ապրում։ Հելենը հետաքրքրությամբ շուրջը նայեց, բայց առանց դատապարտման որե նշանի։ Նա կարծես անկեղծորեն հետաքրքրված էր այդ վայրը ճանաչելով, կարծես մի նոր աշխարհ էր բացահայտում։ Շենքի մուտքի դուռը միշտ բաց էր, քանի որ կողպեքը ամիսներ առաջ կոտրվել էր, տնային կառավարիչը դեռ գումար չէր գտել այն նորոգելու համար։ Նրանք բարձրացան բետոնե աստիճաններով, որոնց աստիճանները մաշվել էին ժամանակից ինտենսիվ օգտագործումից։ Երկրորդ հարկում Անահիտը կանգնեց 23 համարի դռան դիմաց։ Մայրս շուտով կգա, բացատրեց նա գրպանից հանելով բանալին։ Բայց կարող եք ներսում սպասել։ Գո։ Նե ավելի տաք է, քան դրսում։ Անահիտի Մարիամի բնակարանը բաղկացած էր երկու փոքր սենյակներից։ Մեկը, որը միաժամանակ ծառայում էր որպես հյուրասենյակ խոհանոց, մի ննջարան, որը նրանք կիսում էին երկու մեկտեղանոց մահճակալներով։ Լոգարանը մանրուք էր գտնվում էր նեղ միջանցքի վերջում, որտեղ նա լվացքի տաշտակ կար։ Կահույք շատ չկար։ Նրբատախտակից պատրաստված փոքրիկ սեղան, երկու աթոռ, երկտեղանոց բազմոց, որն ավելի լավ օրեր էր տեսել, հին հեռուստացույց, երկու այրիչով գազօջախ, որը զբաղեցնում էր ինքնաշեն խոհանոցի մի անկյունը։ Բայց ամեն ինչ անթերի մաքուր ու կոկիկ էր, կային փոքր մանրամասներ, որոնք ցույց էին տալիս այն մարդու հոգատարությունը, ով քնքշությունը վերածում է դեկորի։ Ձեռքով կարված վարագույրներ, գունավոր կտորներից պատրաստված բարձր մի քանի բույսեր, որոնք աճում էին վերամշակված տարաների մեջ։ Ինչպիսի հյուրընկալ տուն է, ասաց Հելենը, նրա ձայնում կեղծիք չկար։ Կարելի է զգալ այստեղ գոյություն ունեցող սերը։ Անահիտը ժպտաց, հպարտություն զգալով։ Մայրս միշտ ասում է, որ տան չափը կարոր չէ, կարոր է նրա մեջ ապրողի սրտի չափը։ Մայրդ շատ իմաստուն կին է։ Անահիտը վառեց ջեռոցը, սենյակը տաքացնելու համար, երկուսի համար թեյ պատրաստեց։ Նրանք նստեցին փոքրիկ բազմոցին, շարունակեցին զրուցել իրենց կյանքի, երազանքների, դժվարությունների մասին։ Հելենը պատմում էր այն վայրերի մասին, որտեղ եղել էր, այն հետաքրքիր մարդկանց մասին, որոնց հանդիպել էր կյանքի ընթացքում, միշտ պարզ առանց պերճանքի։
Անահիտը պատմում էր դպրոցի համալսարանում կրթաթոշակ ստանալու համար շատ սովորելու իր պլանների, այն մասին, թե ինչպես էր ուզում մի օր ավելի հեշտ կյանք ապահովել մոր համար։ Ժամը գրեթե 8-ն էր, երբ աստիճանների վրա դանդաղ քայլերի ձայն լսվեց։ Անահիտը ճանաչում էր այդ ձայնը։ Մայրը… Իշտ դանդաղ էր բարձրանում աստիճանները օրվա վերջում, իր ուսերին կրելով ժամեր շարունակ ծանր աշխատանքի բեռը։ Մայրս է, ասաց Անահիտը, վեր կենալով դուռը բացելու։ Մարիամ Սարգսյանը 42 տարեկան էր, բայց ավելի մեծ էր երում։ Նրա դեմքը, թե դեռ գեղեցիկ, ցույց էր տալիս քրոնիկ հոգնածության նշաններ, նա իր ուսերին կրում էր մշտական լարվածություն, որն արտահայտվում էր նրա քայլվածքի շարժումների մեջ։ Երբ տեսավ Հելենին նստած իրենց բազմոցին, նա լիովին կանգ առավ մուտքի մոտ, շփոթված արտահայտությամբ։ Անս, ո՞վ է այս տիկինը։ Մամ, սա տիկին Հելենն է։ Այսօր մի անհավանական բան է պատահել, ասաց Անահիտը, աչքերը փայլելով հուզմունքից։ Նա ճանաչում էր պապիկ Կարապետին։ Մարիամն էլ ավելի շփոթվեց։ Նա դանդաղ մտավ բնակարան, իր հետից փակեց դուռը, զգուշորեն մոտեցավ։ Ճանաչում էր հորս։ Ինչպես թե։ Հելենը հարգալից վեր կացավ։ Տիկին Մարիամ, պատիվ է ձեզ հետ ծանոթանալը։ Ձեր աղջիկն այսօր ինձ օգնեց այնպես, ինչպես ինքն անգամ չի պատկերացնում։ Եվ երբ մենք բացահայտեցինք կապը ձեր հոր հետ։ Դե, ես դեռ փորձում եմ հավատալ, որ սա իսկապես տեղի է ունենում։ Մարիամը նայեց Հելենից Անահիտին, փորձելով հասկանալ իրավիճակը։ Ինչ կապ։ Ինչի մասին եք խոսում։ Հենց այդ ժամանակ Անահիտը պատմեց ամբողջ պատմությունը։ Կանգառում հանդիպումից մինչ զինվոր պապիկի մասին բացահայտումը։ Մարիամը լսում էր ամեն ինչ լռությամբ, նստած աթոռի եզրին, ձեռքերը թեթակի դողալով։ Երբ Անահիտն ավարտեց պատմելը, Մարիամը երկար նայեց Հելենին, նախքան խոսելը։ Դուք ասում եք, որ հայրս փրկել է ձեր ամուսնուն պատերազմի ժամանակ։ Ես հենց դա եմ ասում, հաստատեց Հելենը։ Եվ եթե դա իսկապես նույն Կարապետ Սարգսյանն է, ապա այն ամենը, ինչ իմ ընտանիքը կառուցել է, մեր ողջ բարեկեցությունը, գոյություն ունի միայն ձեր հոր քաջության շնորհիվ։ Մարիամը ձեռքերը տարավ դեմքին, փորձելով ընկալել այդ տեղեկատվությունը։ Հայրս երբեք չէր սիրում խոսել պատերազմի մասին։ Ասում էր, որ չափազանց շատ բաներ է տեսել, չափազանց շատ ընկերներ է կորցրել։ Բայց երբեմն, երբ ընտանեկան խնջույքներին մի քիչ խմում էր, մի քանի պատմություն էր պատմում։ Նա խոսում էր ինչ-որ մեկին փրկելու մասին, հարցրեց Հելենը։ Այո, խոսում էր։ Ասում էր, որ մի տղայի է հանել փլվող շենքից, Բեռլինի մոտակայքում։ Միշտ ասում էր, որ դա հերոսություն չէր, այլ պարզապես զինվորի պարտականությունն էր, հոգ տանել մյուսի մասին։ Մարիամը դադար տվեց, աչքերը սրբելով ձեռքի թիկունքով։ Նա աղքատ մահացավ, գիտեք։ Պատերազմից վերադառնալուց հետո այդպես էլ լավ աշխատանք չգտավ։ Մահացավ, աշխատելով որպես դռնապան մի արտրային շենքում, նվազագույն աշխատավարձ ստանալով։ Հելենը զգաց, կարծես հարված ստացավ ստամոքսին։ Ես չգիտեի։ Մենք տարիներ շարունակ փնտրել ենք նրան, բայց… Ոչինչ, տիկին Հելեն, ասաց Մարիամը քնքշորեն։ Հայրս լավ մարդ էր։ Նա անում էր այն, ինչը ճիշտ էր համարում, առանց որևէ բան ակնկալելու։ Կարծում եմ, նա ուրախ կլիներ իմանալ, որ փրկել է մեկին, ով լավ կյանք է ունեցել։ Այդ պահին նրանք աստիճանների վրա ծանր քայլերի ձայն լսեցին, որին հաջորդեց դռան ագրեսիվ թակոցը։ Մարիամն ու Անահիտը անհանգիստ հայացքներով նայեցին միմյանց։ Պետք է պարոն Վարդանը լինի, մրմնջաց Մարիամը։ Շենքի տանուտերը։ Թակոցները կրկնվեցին, ավելի ուժեղ համար։ Մարիամ, բաց արա այս դուռը։ Գիտեմ, որ այնտեղ ես։ Մարիամը խորը շունչ քաշեց, գնաց դուռը բացելու։ Դրսում կանգնած էր ցածրահասակ, կեր տհաճ տրամադրությամբ մի տղամարդ, հագին ճմրթված շապիկ դասական տաբատ, որն ավելի լավ օրեր էր տեսել։ Վարդան, բարի երեկո, ասաց նա, փորձելով ձայնը հանգիստ պահել։ Բարի երեկո չէ, պատասխանեց նա, հրելով դուռը ներս մտնելով առանց հրավերի։ Դու գիտես, թե ինչու եմ այստեղ։ Վարձը, Մարիամ։ Արդեն 3 ամիս ուշացրել եք։ Հելենը լուր դիտում էր տեսարանը, բայց Անահիտը կարող էր նկատել նր արտահայտության նուրբ փոփոխությունը։ Նրա աչքերն ավելի խիստ էին դառնում, ավելի ուշադիր։ Գիտեմ,
Վարդան, ես արդեն խոսել եմ ձեզ հետ այդ մասին։ Վերջին լրացուցիչ մաքրությունից 100,000 դրամ եմ ստացել։ Սա սկիզբ է։ 100,000 դրամ, գոռաց նա։ Վարձը 80,000 է, Մարիամ։ Դու ինձ 240,000 դրամ ես պարտք։ Կարծում ես, սա բարեգործական տոնն է։ Խնդրում եմ, ձայն դիչեցրու, խնդրեց Մարիամը, նյարդայնորեն նայելով Հելենին։ Հյուր ունեմ։ Վարդանն առաջին անգամ նայեց Հելենին, նկատելով նրա նուրբ հագուստը, այն էլեգանտ ձը, որով նա նստած էր։ Հասկանալի է։ Փող ունես շքեղ հյուր ընդունելու, բայց վարձը վճարելու համար չունես։ Այդպես չէ, սկսեց Մարիամը, բայց նա ընդհատեց նրան։ Այդպես էլ կա։ Տես, Մարիամ, համբերությունս սպառվեց։ Դու մինչ ուրբաթ ժամանակ ունես ամբողջ պարտքը մարելու, այլապես երկուստ էլ փողոցում կհայտնվեք։ Եվ պետք չէ լացել կամ արդարացումներ հորինել։ Հելենը դանդաղ վեր կացավ, նրա կեցվածքում մի բան կար, որը ստիպեց Վարդանին դադարեցնել գոռալը, ավելի ուշադիր նայել նրան։ Ներողություն, ասաց նա մի ձայնով, որը հանկարծ լիովին այլ կերպ հնչեց։ Այնտեղ մի իշխանություն կար, որը նախկինում չկար։ Դուք ասացիք, որ նրանք 240,000 դրամ են պարտք։ Իսկ դուք ինչ կապ ունեք դրա հետ, պատասխանեց Վարդանը, բայց ավելի քիչ ագրեսիվությամբ, քան նախկինում։ Հելենն ուղղակիորեն չպատասխանեց։ Փոխարենը, նա բացեց իր փոքրիկ պայուսակը, այնտեղից հանեց ոսկեգույն քարտ։ Անահիտ, սիրելիս, կարո՞ղ ես քո հեռախոսը տալ։ Ես պետք է մի զանգ կատարեմ։ Մենք քաղաքային հեռախոս չունենք, տիկին Հելեն, ասաց Անահիտը։ Միայն մորս բջջայինն է։ Մարիամն իր պարզ հեռախոսը տվեց Հելենին, որը վստահ ամուր մատներով համար հավաքեց։ Ես եմ, ասաց նա հեռախոսով մի ձայնով, որը հանկարծ հնչեց որպես կարևոր հրամաններ տալու սովոր մեկի ձայն։ Պետք է, որ գաս իմ հետից։ Ես Շիրակի փողոցում եմ, թիվ 215, բնակարան 23, Մալաթիա Սեբաստիա թաղամասում։ Նա դադար տվեց։ Այո, գիտեմ, որ հեռու է։ 2 մեքենա բեր։ Եվ Ռուբեն։ Քեզ հետ նա 1.5 միլիոն դրամ կանխիկ բեր։ Վարդանը, Մարիամը, Անահիտը նրան դիտում էին լիակատար լռության մեջ։ Հելենն անջատեց հեռախոսը, շրջվեց դեպի Վարդանը մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Դուք կստանաք ձեր գումարը, ասաց նա հանգիստ։ Բայց մինչ այդ, մենք կզրուցենք այն մասին, թե ինչպես եք դուք վարվում ձեր վարձակալների հետ։ Այդ հեռախոսազանգին հաջորդած լռությունը խիտ էր լարվածությամբ լի։ Վարդանը նայում էր Հելենին մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր անվստահության աճող նյարդայնության։ Մարիամն ու Անահիտը անշարժ մնում էին, փորձելով հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում իրենց փոքրիկ բնակարանում։ Հելենը նորից նստեց բազմոցին մի կեցվածքով, որը հանկարծ բնական ու հարմարավետ թվաց, կարծես նա սովոր էր ցանկացած իրավիճակում վերահսկողությունը իր ձեռքում պահել։ Նրա ձեռքերը, որոնք նախկինում դողում էին նյարդայնությունից, այժմ հանգիստ դրված էին ծնկներին։ Կարող եք նստել, եթե ցանկանում եք, ասաց նա Վարդանին, մատնացույց անելով դատարկ աթոռը։ Կսպասենք մոտ 20 րոպե։ Գուցե հետաքրքիր լինի այդ ընթացքում զրուցել։ Ինչի՞ մասին զրուցել, հարցրեց Վարդանը, բայց նրա ձայնը կորցրել էր նախկին ագրեսիվությունը։ Հելենի ներկայության մեջ մի բան կար, որը նրան անհարմար էր զգալ տալիս։ Օրինակ, այն մասին, թե ինչպես եք դուք կառավարում այս շենքը, պատասխանեց Հելենը, շուրջը նայելով փոքրիկ բնակարանին։ Անահիտն ինձ պատմեց, որ մուտքի դռան կողպեքը ամիսներ շարունակ կոտրված է։ Մարիամն ինձ ասաց, որ մի քանի բնակարանների առաստաղներից ջուր է կաթում։ Եվ հիմա ես տեսնում եմ, որ դուք ձեր վարձակալների հետ վարվում եք լիակատար անհարգալից վերաբերմունքով։ Տեսեք, տիկին, ես չգիտեմ, թե դուք ձեզ ում տեղն եք դրել, բայց… Իմ անունը Հելեն Վարդանյան է, Մելիքյանների տոհմից, ընդհատեց նա մի ձայնով, որը սրի պես կտրեց օդը։ Եվ ես հստակ գիտեմ, թե ով եմ ես։ Մարիամը թեթակի հառաչեց։ Մելիքյան… Ինչպես Մելիքյանների ընտանիքը, որոնց տանն ես աշխատում եմ։ Նույն ընտանիքը, հաստատեց Հելենը։ Իրականում, դա իմ տունն է, որտեղ դու աշխատում ես, Մարիամ։ Թե ես վերջին շաբաթներին ճանապարհորդում էի, այդ պատճառով անձամբ չենք ծանոթացել։ Անահիտի Մարիամի աշխարհը կարծես պտտվեց նրանց շուրջը։
Այն տարեց կինը, ում Անահիտն օգնել էր ավտոբուսում, ում ընդունել էր իրենց հասարակ տանը, ով թեյ էր խմել իրենց կոտրված բաժակներից, այն առանձնատան տիրուհին էր, որտեղ իր մայրն ամեն օր աշխատում էր։ Դուք տիկին Հելենն եք, մրմնջաց Մարիամը, ձեռքը տանելով կրծքին։ Այն տիկինը, որն ապրում է առանձնատան վերնահարկում։ Նա, ով ունի այդ հին նկարները հսկայական գրադարանը։ Ես եմ, պատասխանեց Հելենը քնքուշ ժպիտով։ Իսկ դու, Մարիամ, ամենանվիրված խնամքով աշխատողն ես, որ երբեք ունեցել եմ։ Իմ տունը երբեք այնքան լավ խնամված չի եղել, որքան այն օրվանից, երբ դու սկսեցիր այնտեղ աշխատել։ Անահիտը զգաց, կարծես երազի մեջ լիներ։ Կամ գուցե այն հին ֆիլմերից մեկում, որոնք ցուցադրվում էին հեռուստացույցով կիրակի օրերին, որտեղ անհավանական զուգադիպություններ էին տեղի ունենում, ընդմիշտ փոխում մարդկանց կյանքը։ Վարդանն իր հերթին տեսանելիորեն գունատվել էր։ Վարդանյան, Մելիքյանների տոհմից, կրկնեց նա։ Այն ընտանիքը, որը շինարարական ընկերություն ունի, որը կառուցել է քաղաքի կենտրոնի շենքերի կեսը, ի թիվս այլ բիզնեսների, հաստատեց Հելենը, առանց թեմային մեծ կարևորություն տալու։ Բայց այս պահին ես ավելի շատ հետաքրքրված եմ այս շենքի կառավարման ձեռքը քննարկելով։ Նախքան Վարդանը կկարողանար պատասխանել։ Ներքի փողոցում հզոր շարժիչների ձայն հնչեց։ Դրանք թանկարժեք մեքենաներ էին, որոնց շարժիչները մռնչում էին այն կատարելությամբ, որը միայն փողը կարող է գնել։ Պատուհանից Անահիտը տեսավ երկուս լիմուզին, որոնք կայանում էին շենքի դիմաց։ Հասան, ասաց Հելենը, վեր կենալով։ Անահիտ, սիրելիս, կարող ես ինձ հետ ներք իջնել։ Մի քանի մարդ կա, որոնց հետ պետք է ծանոթանաս։ Նրանք բոլորը միասին իջան բետոնե աստիճաններով։ Մայթին սպասում էին մուգ կոստյումներով 4 տղամարդ։ Նրանցից մեկը, ավելի բարձրահասակ ալեխառն մազերով, մոտեցավ Հելենին խորը թեթացման արտահայտությամբ։ Տիկին Հելեն, փառք Աստծո, որ լավ եք։ Մենք ձեզ ժամերով փնտրում էինք։ Ինչ է պատահել։ Երկար պատմություն է, Ռուբեն, պատասխանեց Հելենը։ Բայց կարևորն այն է, որ ես գտա մի բան, որը շատ ավելի արժեքավոր է, քան այն, ինչ կորցրել էի։ Նա քնքշորեն նայեց Անահիտին Մարիամին։ Ես ընտանիք գտա։ Ռուբենը զգուշորեն նայեց Մարիամին Անահիտին, փորձելով հասկանալ իրավիճակը, բայց հարցեր չտվեց։ Նա ակնհայտորեն մի մարդ էր, որը սովոր էր վստահել Հել Ենի դատողություններին առանց հարցականի տակ դնելու։ Դուք 1.5 միլիոն դրամ էիք խնդրել, ասաց նա, Հելենին տալով կաշվե պայուսակ։ Հիանալի է։ Եվ կազմակերպիր նա, որ այս շենքն անմիջապես գնահատվի։ Ես ուզում եմ, որ գնման առաջարկը պատրաստ լինի մինչ վաղը առավոտ։ Հելենը նայեց Վարդանին, որը կանգնած էր շենքի մուտքի մոտ, կարծես ուրվական լիներ տեսել։ Պարոն Վարդան, ահա այն 240,000 դրամը, որ Մարիամն ու Անահիտը պարտք են, գումարած հավելավճար, որպեսզի նրանք առաջիկա 6 ամիսների համար պարտք չունենան։ Նա բոլորի առաջ հաշվեց գումարը, տվեց լիովին շփոթված Վարդանին։ Սա համարեք վերջնական վճարում։ Վաղվանից այս շենքը նոր կառավարում կունենա։ Դուք չեք կարող պարզապես գնել շենքը, կակազեց Վարդանը։ Ես 15 տարի է, ինչ տնային կառավարիչն եմ։ Տնային կառավարչին ընտրում են բնակիչները, պարոն Վարդան։ Շենքի կառավարչին վարձում է սեփականատերը։ Եվ ես մտադիր եմ լինել նոր սեփականատերը։ Հելենը շրջվեց դեպի Ռուբենը։ Առատաձեռն առաջարկ արա, բայց հստակեցրու, որ դա միակ առաջարկն է։ Եվ բանակցությունների մեջ ներառիր, որ բոլոր ներկայիս վարձակալների վարձակալության պայմանագրերը կվերանայվեն ավելի արդար պայմաններով։ Մարիամը լիակատար շոկի մեջ էր։ Տիկին Հելեն, պետք չէ դուք չեք կարող այդ գումարը ծախսել մեր պատճառով։ Կարող եմ կանեմ, ասաց Հելենը վճռականությամբ։ Մարիամ, դու Անահիտը ինձ հետ եք գալիս։ Մենք շատ բան ունենք խոսելու։ Ճանապարհորդությունը դեպի Մելիքյանների առանձնատուն Անահիտի համար անիրական էր։ Նա այդքան անգամ անցել էր այդ փողոցներով ավտոբուսով, միշտ պատուհաններից նայելով հսկայական տներին, պատկերացնելով, թե ինչպիսին կլիներ այնտեղ ապրող մարդկանց կյանքը։ Այժմ նա լիմուզինի մեջ էր, քաղաքի ամենամեծ կարողություններից մեկի տիրուհու ուղեկցությամբ։ Առանձնատունն ավելի տպավորիչ էր, քան Անահիտը պատկերացրել էր։ 3 հարկ դասական ճարտարապետություն, անթերի այգիներ, շատրվան մուտքի բակի կենտրոնում։
Մարիամը ճանաչում էր այդ տան յուրաքանչյուր անկյունը, բայց այն տեսնել որպես հյուր, այլ ոչ թե աշխատող, լիովին այլ փորձառություն էր։ Հելենը նրանց ուղիղ տարավ գրադարան, մի միջավայր, որը Անահիտը միայն ֆիլմերում էր տեսել։ Պատերը ծածկված էին գրքերով հատակից մինչ առաստաղ, կաշվե բազկաթոռներ, վառվող բուխարի հին նկարներ, որոնք հավանաբար ավելի թանկ արժեին, քան իրենց ընտանիքը կվաստակեր մի ամբողջ կյանքում։ Նստեք, խնդրում եմ, ասաց Հելենը, ցույց տալով հարմարավետ բազկաթոռները։ Նախ, ուզում եմ, որ իմանաք, որ այն ամենը, ինչ ես անում եմ, բարեգործություն չէ։ Դա արդարություն է։ Դա մի պարտք է, որ իմ ընտանիքն ունի ձեր ընտանիքի հանդեպ ավելի քան 70 տարի։ Կոստյումով տղամարդկանցից մեկը մտավ գրադարան, բերելով սպուտեղ թեյով, սուրճով մի քանի քաղցրավենիքով։ Հելենն անձամբ մատուցեց Մարիամին Անահիտին, մի ժեստ, որը երկուսին էլ ավելի անհարմար զգալ տվեց իրավիճակից։ Մարիամ, ասաց Հելենը նստելով նրանց դիմաց, ես պետք է խոսեմ քեզ հետ քո աշխատանքի մասին։ Ոչ թե այստեղ, առանձնատանը, այլ մի այլ բան։ Մի բան, որն ավելի հարմար կլինի քո հմտություններին։ Մարիամը գլուխը թափահարեց։ Տիկին Հելեն, ես սիրում եմ իմ աշխատանքը։ Գիտեմ, որ այն շքեղ չէ, բայց ես լավ եմ կարողանում անել։ Գիտեմ, որ լավ ես կարողանում անել։ Հենց այդ պատճառով եմ ուզում ավելի լավ բան առաջարկել։ Հելենը դադար տվեց, մի կում թեյ խմելու։ Մարիամ, դու ունես բացառիկ կազմակերպչական հմտություններ։ Մանրուքների նկատմամբ քո ուշադրությունը կատարյալ է։ Դու իմ տունը վերածել ես ավելի հյուրընկալ վայրի, քան այն երբե եղել է։ Սրանք մաքրուհու հմտություններ չեն, սրանք կառավարչի հմտություններ են։ Կառավարչի։ Ես ուզում եմ, որ դու դառնաս իմ բոլոր բնակելի սեփականությունների գլխավոր կառավարիչը։ Ես քաղաքում 17 տուն ունեմ, բացի մի քանի շենքերից։ Դու պատասխանատու կլինես սպասարկումը համակարգելու, մաքրման անձնակազմին վերահսկելու, հոգ տանելու, որ ամեն ինչ կատարյալ աշխատի։ Մարիամը խոսքեր չէր գտնում։ Անահիտը բռնեց մոր ձեռքը, զգալով, թե ինչպես է այն դողում։ Ես չգիտեմ, թե կկարողանամ դա անել, մրմնջաց Մարիամը։ Իհարկե կկարողանաս։ Դու արդեն դա անում ես այստեղ, առանձնատանը, պարզապես ավելի սահմանափակ ձով։ Եվ մի անհանգստացիր վերապատրաստման համար։ Ռուբենը քեզ հետ կաշխատի առաջին շաբաթներին, վարչական մասը սովորեցնելու համար։ Սկզբնական աշխատավարձը կլինի ամսական 800,000 դրամ, քեզ Անահիտի համար լիարժեք առողջապահական ապահովագրությամբ։ Անահիտը զգաց, որ կուշագնացվի։ 800,000 դրամն ավելին էր, քան իր մայրը վաստակում էր 4 ամսվա ծանր աշխատանքի ընթացքում։ Եվ դեռ ավելին կա, շարունակեց Հելենը։ Որպես փաթեթի մաս, դուք բնակության իրավունք կունենաք իմ սեփականություններից մեկում։ Արաբկիրում մի փոքր, բայց հարմարավետ տուն կա։ 2 ննջարան, հյուրասենյակ, լիարժեք խոհանոց, փոքրիկ բակ, մի քանի պտղատու ծառերով։ Այն արդեն կահավորված է, պատրաստ է բնակության։ Տիկին Հելեն, ասաց Մարիամը, արցունքները սկսելով հոսել դեմքով, սա չափազանց շատ է։ Ես արժանի չեմ։ Դու արժանի ես այս ամենին շատ ավելիին, ընդհատեց Հելենը։ Քո ընտանիքը կյանք է տվել իմ ընտանիքին, Մարիամ։ Եթե չլիներ քո հայրը, ես երբեք չէի ծնվի։ Իմ երեխաները երբեք չէին ծնվի։ Այն ամենը, ինչ մենք կառուցել ենք, գոյություն չէր ունենա։ Սա առատաձեռնություն չէ, սա նվազագույնն է, որ կարող եմ անել։ Հելենը վեր կացավ, գնաց դեպի բարձր դարակներից մեկը, որտեղից հանեց հին փայտե տուփ։ Նա տուփը բերեց այնտեղ, որտեղ նրանք նստած էին, զգուշորեն բացեց այն։ Տուփի մեջ կային հին լուսանկարներ, զինվորական մեդալներ, ժամանակից դեղնած մի քանի փաստաթղթեր։ Բայց այն, ինչ գրավեց Անահիտի ուշադրությունը, 2 մետաղյա թիթեղներն էին, ճիշտ այնպիսին, ինչպիսին մայրը պահում էր որպես պապիկի հիշատակ։ Սրանք, ասաց Հելենը, հարգանքով բռնելով թիթեղները, իմ ամուսնու զինվորական ժետոններն են։ Եվ այս լուսանկարը արվել է Բեռլինում, ռմբակոծությունից 2 օր առաջ, որը քիչ էր մնում սպաներ նրան։ Նա ցույց տվեց սպիտակ լուսանկար, որտեղ 2 երիտասարդ զինվոր ժպտալով կանգնած էին, կեղտոտ համազգեստներով հոգնած դեմքերով։ Բայց կյանքով լի։ Նրանցից մեկն ակնհայտորեն Հելենի ամուսինն էր, երիտասարդ Նիհար։ Մյուսը։ Աստված իմ, մրմնջաց Մարիամը, դողացող ձեռքերով վերցնելով լուսանկարը։ Հայրս է։ Ճիշտ նույնն է, ինչ նրա լուսանկարները, որոնք ես ունեմ։
Անահիտը նայեց լուսանկարին զգաց, թե ինչպես սարսուռն անցավ իր ողնաշարով։ Հելենի ամուսնու կողքին կանգնած զինվորն ուներ նույն աչքերը, որոնք նա տեսնում էր հայելու մեջ ամեն օր։ Դեմքի նույն ձը, նույն ամաչկոտ ժպիտը, որը նա ժառանգել էր։ Այժմ հասկանում եք, թե ինչու այս հանդիպումը զուգադիպություն չէր, ասաց Հելենը, ձայնը խեղդված հուզմունքից։ Դա ճակատագիր էր։ Դա այն ձն էր, որ կյանքը գտավ, թույլ տալու ինձ հատուցել, թեկուզ մասամբ, այն, ինչ ձեր ընտանիքն արել է իմի համար։ Այդ պահին լսվեց առանձնատան դռան զանգը։ Ռուբենը մի քանի րոպե անց հայտնվեց գրադարանի դռան մոտ։ Տիկին Հելեն, բժիշկ Մուրադյանը եկել է, ինչպես խնդրել էիք։ Հիանալի է։ Ասա, որ ներս գա։ Բժիշկ Մուրադյանը միջին տարիքի, էլեգանտ հագնված տղամարդ էր, բժշկական պայուսակով։ Հելենն արագ ներկայացրեց նրանց։ Մարիամ, կցանկանայի, որ բժիշկը զննի ձեր մեջքը։ Ես նկատել եմ, որ դուք ցավեր եք ունենում, Երբ աշխատում եք, ուզում եմ համոզվել, որ լավ եք, նախքան ձեր նոր պաշտոնը ստանձնելը։ Զննումն արագ մանրակրկիտ էր։ Բժիշկ Մուրադյանը խնդրեց Մարիամին մի քանի շարժում անել, զննեց նրա կեցվածքը, մի քանի հարց տվեց նրա զգացած ցավերի մասին։ Տիկին Մարիամ, ասաց նա վերջապես, դուք ունեք 3 միջողնային սկավառակի ճողված գոտկային հատվածում։ Ոչ մի բան, որը չի կարելի բուժել, բայց էական է, որ դուք անմիջապես դադարեցնեք շատ ֆիզիկական ջանք պահանջող աշխատանքներ կատարելը։ Եթե շարունակեք, 2-3 տարուց կարող եք կորցնել քայլելու ունակությունը։ Մարիամը ձեռքը տարավ բերանին, շոկի մեջ։ Հելենը մոտեցավ, բռնեց նրա մյուս ձեռքը։ Այժմ տեսնում ես, թե ինչու այս փոփոխությունը պարզապես առատաձեռնություն չէ, ասաց Հելենը մեղմորեն։ Դա անհրաժեշտություն է։ Քեզ պետք է աշխատանք, որը կպահպանի քո առողջությունը, իսկ ինձ պետք է մեկը, ում վստահում եմ իմ գործերը հոգալու համար։ Դա կատարյալ է։ Բժիշկ Մուրադյանը նշանակեց մի քանի դեղամիջոց ֆիզիոթերապիա, որոնք բոլորը ծածկվելու էին Հելենի նշած առողջապահական ապահովագրով։ Ության կողմից։ Երբ նա գնաց, Հելենը շրջվեց դեպի Մարիամն ու Անահիտը մի ժպիտով, որը լուսավորում էր նրա ողջ դեմքը։ Ուրեմն, պաշտոնապես ընդունում եք իմ առաջարկը։ Մարիամը նայեց Անահիտին, որը եռանդուն կերպով գլխով արեց։ Այնուհետ նա շրջվեց դեպի Հելենը, սրբեց արցունքներն աչքերից ժպտաց։ Ընդունում ենք։ Եվ շնորհակալություն, տիկին Հելեն։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Ինձ մի շնորհակալություն հայտնեք, պատասխանեց Հելենը։ Շնորհակալություն հայտնեք ձեր հորը, այն քաջ զինվորին, որը իմ ընտանիքին գոյություն ունենալու հնարավորություն տվեց։ Այն ամենը, ինչ ես անում եմ, նրա հիշատակը պատվելն է։ Այդ գիշեր, երբ վերջապես վերադարձան բնակարան իրերը հավաքելու, Մարիամն ու Անահիտը արթուն մնացին մինչ ուշ, խոսելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Կարծես նրանք անցել էին մի դարպասով դեպի լիովին նոր կյանք, մի կյանք, որը նույնիսկ իրենց ամենալավատեսական երազներում չէին պատկերացրել, որ հնարավոր է։ Մամ, ասաց Անահիտը քնելուց առաջ, կարծում ես պապիկ Կարապետը գիտեր, որ մի օր սա տեղի կունենա։ Արիամը ժպտաց համբուրեց աղջկա ճակատը։ Կարծում եմ պապիկդ միշտ գիտեր, որ ճիշտ բան անելը լավ հետանքներ է բերում, աղջիկս։ Նա բարության սերմեր է ցանել, որոնք այժմ տալիս են պտուղներ, որոնք նույնիսկ ինքը չէր կարող պատկերացնել։ Եվ մինչ նրանք քնում էին վերջին անգամ այդ փոքրիկ, բայց սիրով լի բնակարանում, երկուսն էլ համոզված էին, որ իրենց կյանքն ընդմիշտ փոխվել է։ 6 ամիս էր անցել այն ցուրտ նոյեմբերյան երեկոյից, որն ընդմիշտ փոխեց Սարգսյանների ընտանիքի ճակատագիրը։ Հոկտեմբերյան աշունը մեղմ ու ոսկեգույն էր եկել երան, արաբկիրի ծառերը ներկելով ջերմ երանգներով, որոնք հիանալիորեն համապատասխանում էին այն նոր իրականությանը, որում ապրում էին Անահիտն ու Մարիամը։ Այն տունը, որն այժմ իրենց տունն էին կոչում, իրականություն դարձած փոքրիկ երազանք էր։ 2 հարմարավետ ննջարան, ընդարձակ հյուրասենյակ, հարմարավետ բազմոցներով, լիարժեք խոհանոց, որտեղ Մարիամը վերջապես կարող էր հաճույքով, այլ ոչ թե շտապողականությամբ ճաշ պատրաստել, փոքրիկ բակ, մանգոյի ծառով, կիտրոնի ծառով ծաղկանոցներով, որտեղ Անահիտը գունավոր ծաղիկներ էր տնկել։ Առավոտները բերում էին թարմ սուրճի բույր թռչունների ձայնը, որոնք բույն էին հյուսել մանգոյի ծառի ճյուղերին։ Մարիամն անճանաչելի էր։ Ոչ միայն ֆիզիկապես, թե ֆիզիոթերապիայի ամիսները ավելի քիչ ծանր աշխատանքը թեթացրել էին նրա մեջքի ցավերը, թեթություն վերադարձրել նրա շարժումներին։ Փոխվել էր նրա ամբողջ կեցվածքը։
Այժմ նա քայլում էր ուղիղ վստահությամբ, կրելով կաշվե պայուսակ, որտեղ պահում էր աղյուսակներ, պայմանագրեր իր կառավարած սեփականությունների սպասարկման հաշվետվություններ։ Նրա աչքերը փայլում էին այն մարդու գոհունակությամբ, ով բացահայտել էր տաղանդներ, որոնց գոյության մասին նույնիսկ չգիտեր։ «Բարի լույս, իմ սիրելի կառավարիչ», կատակեց Անահիտը, այդ հինգշաբթի առավոտյան մտնելով խոհանոց Հաքին Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, քաղաքի լավագույն մասնավոր դպրոցներից մեկի մուգ կապույտ համազգեստը։ «Բարի լույս, իմ սիրելի աշակերտուհի», պատասխանեց Մարիամը, մատուցելով սերուցքով սուրճ սեղանին դնելով տաք ֆրանսիական հաց, թարմ մրգեր, տնական ջեմ։ «Ինչպես անցավ երեկվա պատմութ»։ «Յան քննությունը»։ «Կարծում եմ, լավ», ասաց Անահիտը, նստելով սեղանի շուրջ ժպտալով։ Ուսուցչուհին հարցրեց Հայաստանի մասնակցության մասին Երկրորդ համաշխարհային պատերազմում, ես պատմեցի Պապիկ Կարապետի պատմությունը։ Նա այնքան հետաքրքրվեց, որ խնդրեց հաջորդ շաբաթ դասարանի համար ներկայացում անել պատերազմի անանուն հերոսների մասին։ Մարիամը հպարտությամբ ժպտաց։ Վերջին ամիսներին նա տեսել էր, թե ինչպես է իր աղջիկը ծաղկում այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել։ Անահիտն այլս պարզապես խելացի աղջիկ չէր, որը պայքարում էր ֆինանսական սահմանափակումների դեմ։ Այժմ նա հնարավորություն ուներ սովորելու լավագույն ուսուցիչների մոտ, լրացուցիչ դասերի, դպրոցում մասնավոր գրադարանի, նույնիսկ երեքշաբթի-հինգշաբթի օրերին կիթառի դասերի։ Նրա համալսարանական երազանքներն այլս հեռավոր հույսեր չէին, այլ պլանավորմամբ նվիրվածությամբ հասանելի նպատակներ։ Տիկին Հելենն ասաց, որ կիրակի մեզ հետ է ճաշելու, նշեց Մարիամը։ Նա ուզում է իմանալ, թե ինչպես ես հարմարվում ֆրանսերենի դասերին։ Շատ եմ սիրում, պատասխանեց Անահիտ։ Ով կմտածեր, որ մի օր ես ֆրանսերեն կսովորեի։ Երբեմն դեռ երազ է թվում, մամ։ Ինձ համար էլ, աղջիկս։ Երբեմն առավոտյան արթնանում եմ մի քանի վայրկյան է պահանջվում հիշելու, թե որտեղ եմ։ Դա ճիշտ էր։ Կյանքն այնքան կտրուկ էր փոխվել, որ երբեմն անիրական էր թվում։ Մարիամն այժմ աշխատում էր ժամանակակից, օթորակվող գրասենյակում, համակարգելով 15 հոգուց բաղկացած թիմ, որը պատասխանատու էր Հելենի բոլոր սեփականությունների սպասարկման համար։ Նա բացահայտել էր, որ ունի կազմակերպչական առաջնորդական բնատուր տաղանդ, որակներ, որոնք տարիներ շարունակ թաքնված էին մնացել պարզապես գոյատելու անհրաժեշտության հետում։ 800,000 դրամ աշխատավարձը ընդամենը 3 ամիս անց դարձել էր 1 միլիոն, երբ Հելենը նկատեց, թե ինչ արդյունավետությամբ էր Մարիամը կառավարում ամեն ինչ։ Նրանք ունեին խնայողական հաշիվ, որն ամեն ամիս աճում էր, մի բան, որը Մարիամը երբեք չէր պատկերացրել, որ հնարավոր է։ Կյանքում առաջին անգամ նա կարողանում էր պլանավորել ապագան, պարզապես արձագանքելու փոխարեն ներկայի արտակարգ իրավիճակներին։ Մամ, կարող եմ քեզ մի հարց տալ, որը միշտ մտքումս է, ասաց Անահիտը, վերջացնելով սուրճը։ Իհարկե, աղջիկս։ Կարծում ես, եթե ես այդ օրը չվճարեի տիկին Հելենի ուղևորցը, մեր կյանքը դեռ նույնը կլիներ։ Մարիամը մի պահ դադար տվեց, խորհելով հարցի շուրջ։ Դա մի բան էր, որի մասին ինքն էլ էր շատ անգամ մտածել այդ ամիսների ընթացքում։ Գիտես, Անս, ես կարծում եմ, որ կյանքը տարօրինակ ծունի ճիշտ մարդկանց ճիշտ ժամանակին պարգատրելու։ Դու միշտ լավ աղջիկ ես եղել, միշտ օգնել ես, երբ կարողացել ես, միշտ բոլորի հետ հարգանքով ես վարվել։ Այդ օրը ավտոբուսում պարզապես մեկ օրինակ էր, թե ով ես դու։ Բայց եթե ես պահեի փողը, եթե ես միայն մեր մասին մտածեի, այդ դեպքում գուցե կյանքը մեզ բարգատրելու այլ ճանապարհ գտներ։ Կամ գուցե ոչ։ Բայց մի բան գիտեմ։ Դու ճիշտ բան արեցիր ճիշտ պատճառով, առանց որևէ բան ակնկալելու։ Եվ դա է, որ կարևոր է։ Անահիտը գլխով արեց, դեռ մտածելով այն հսկայական փոփոխությունների մասին, որոնք առաջացրել էր մեկ պարզ որոշում։ Համազգեստի կիսաշրջազգեստի գրպանում մատները խաղում էին երկու փոքրիկ իրերի հետ, որոնք միշտ կրում էր։ Պապիկի զինվորական ժետոնները 20 կոպեկանոց խորհրդային մետաղադրամը։ Երկու փոքր ժառանգություններ, որոնք հսկայական արժեքներ էին ներկայացնում։ Այդ երեկո դասերից հետո Անահիտը քայլում էր Արաբկիրում, երբ տեսավ մի տարեց տղամարդու, որը նստած էր այգու նստարանին։ Նա հագել էր պարզ, բայց մաքուր հագուստ, նրա կեցվածքում մի բան կար, որը արժանապատվության մասին էր հուշում, չնայած ակնհայտ դժվարություններին։ Նրա կողքին պլաստիկ տոպրակում մի քանի անձնական իրեր կային։ Անահիտը տատանվելով մոտեցավ։ Լավ եք։ Տղամարդը բարձրացրեց աչքերը, որոնք կապույտ ու բարի էին, թե հոգնած։
Այո, լավ եմ, շնորհակալություն, աղջիկս։ Պարզապես մի քիչ հանգստանում եմ։ Այս շրջանում եք ապրում։ Նա տատանվեց, նախքան պատասխանելը։ Իրականում, այս պահին մնալու տեղ չունեմ։ Բայց մի անհանգստացեք, աղջիկս։ Ավելի վատ բաների միջով եմ անցել։ Անահիտը զգաց, թե ինչպես մի ծանոթ բան շարժվեց իր կրծքում։ Դա նույն զգացումն էր, որը նա ապրել էր 6 ամիս առաջ ավտոբուսի կանգառում, տեսնելով, թե ինչպես են Հելենի հետ անհարգալից վարվում։ Սով։ Ացեք։ Այնտեղ, անկյունում, ռեստորան կա։ Շնորհակալ եմ, բայց վճարելու հնարավորություն չունեմ։ Անահիտը ժպտաց գրպանից հանեց դրամապանակը։ Վերջին ամիսներին Մարիամը սկսել էր նրան գրպանի գումար տալ, մի բան, որը նախկինում աներակայելի էր։ Շաբաթական 5000 դրամ, նախուտեստների փոքր անձնական ծախսերի համար։ Դրա մասին մի անհանգստացեք։ Գնանք։ Նրանք միասին քայլեցին դեպի անկյունի փոքրիկ ռեստորանը, որտեղ Անահիտը 2 բաժին տնական ուտեստ պատվիրեց։ Մինչ պատվերին էին սպասում, տղամարդը պատմեց իր պատմությունը։ Նա պատերազմի վետերան էր, ոչ թե Երկրորդ համաշխարհայինի, այլ ավելի վերջին հակամարտությունների։ Կորցրել էր իր զինվորական թոշակը բյուրոկրատական խնդիրների պատճառով, փորձում էր լուծել իրավիճակը, բայց այդ ընթացքում ապրում էր փողոցում։ Որքան ժամանակ է, ինչ պայքարում եք դա լուծելու համար, հարցրեց Անահիտը։ Արդեն 3 ամիս։ Բայց չեմ հանձնվում։ Պատերազմում սովորել եմ, որ հանձնվելը երբեք տարբերակ չէ։ Անահիտը մի պահ մտածեց, հետո գրպանից հանեց մի քարտ, որը Հելենը նրան տվել էր մի քանի շաբաթ առաջ։ Պարոն, այս քարտի տերը շատ իրավաբաններ ունի, որոնք աշխատում են իր համար։ Եթե ցանկանում եք, ես կարող եմ նրա հետ խոսել ձեր գործի մասին։ Գուցե նա կարողանա օգնել։ Տղամարդը զարմացած նայեց քարտին։ Հելեն Վարդանյան Մելիքյան։ Գործարարը։ Այն տիկինը, որը մեզ օգնեց, երբ մենք ամենաշատն էինք կարիքի մեջ։ Նա միշտ ասում է, որ ով կարող է օգնել, պետք է օգնի։ 2 շաբաթ անց վետերանը վերականգնել էր իր թոշակը ստացել փոքր, բայց արժանապատիվ բնակարան։ Հելենը ոչ միայն անվճար իրավաբանական օգնություն էր տրամադրել, այլ ստեղծել էր դժվարության մեջ հայտնված զինվորական վետերաններին աջակցելու ծրագիր։ Բարության սերմը շարունակում էր ծլել բազմանալ։ Կիրակի էր, ինչպես ավանդույթ էր դարձել, Անահիտն ու Մարիամը ճաշում էին առանձնատանը Հելենի հետ։ Ճաշասենյակի սեղանը, որը նախկինում սարսափելի պաշտոնական էր թվում, այժմ ջերմ զրույցների անկեղծ ծիծաղի վայր էր։ Ուրեմն իմ սիրելի Անահիտ, ասաց Հելենս մի քիչ աղանդեր մատուցելով, պատմիր ինձ դպրոցի այդ ներկայացման մասին, անանուն հերոսների վերաբերյալ։ Անհավանական էր, տիկին Հելեն։ Պատմե։ Ցի պապիկ Կարապետի պատմությունը, բայց նա խոսեցի այլ մարդկանց մասին։ Տիկին Մարիամի մասին, որն ամեն կիրակի Հանրապետության հրապարակում տաք ուտելիք է բաժանում, պարոն Հովհաննեսի մասին, որը համայնքային կենտրոնում անապահով երեխաներին շախմատ խաղալ է սովորեցնում։ Խոսեցի այն մասին, թե ինչպես հերոսությունը կապված չէ հայտնի լինելու հետ, այլ մարդկանց կյանքում փոփոխություն մտցնելու հետ։ Հելենը ժպտաց, ակնհայտորեն հուզված։ Իսկ ինչ արձագանք ունեցավ դասարանը։ Նրանք չափազանց հետաքրքրվեցին։ Ոմանք նույնիսկ որոշեցին իրենց համայնքներում այլ մարդկանց օգնելու ուղիներ գտնել։ Ուսուցչուհին ասաց, որ հաջորդ կիսամյակին դրա շուրջ նախագիծ կանի։ Հրաշալի է, ասաց Հելենը։ Դու կարոշ սերմեր ես ցանում, սիրելիս։ Ճաշից հետո Հելենը Անահիտին կանչեց գրադարան մասնավոր զրույցի։ Դա մի ծես էր, որը հաստատվել էր վերջին ամիսներին, մտերմիկ պահեր, որտեղ նրանք խոսում էին երազանքների, պլանների ընդհանրապես կյանքի մասին։ Անահիտ, մի բան կա, որ ուզում եմ քեզ ցույց տալ, ասաց Հելենը, մոտենալով նույն փայտե տուփին, որտեղի 6 ամիս առաջ հանել էր իր ամուսնու լուսանկարները։ Նա զգուշորեն հանեց մի փոքր շրջանակ, որի մեջ ժամանակից դեղնած 2 զինվորական ժետոն կար։ Դրանք նույնական էին նրանց, որոնք Անահիտը կրում էր գրպանում։ Սրանք իմ ամուսնու ժետոններն են։ Բնօրինակները մնացին նրա հետ, երբ նա մահացավ, թաղված են նրա մարմնի հետ։ Բայց նա միշտ կրում էր այս կրկնօրինակները, որոնք արտակարգ իրավիճակների համար էին։ Հելենը հարգանքով բռնեց ժետոնները։ Նա մի անգամ ինձ ասաց, որ դրանք իր կապն են այն մարդու հետ, ով փրկել է իրեն։ Որքանի դեռ կրում է դրանք, երբեք չի մոռանա այն պարտքի մասին, որ մենք ունեինք։
Անահիտը գրպանից հանեց իր պապիկի ժետոնները, դնելով դրանք Հելենի ամուսնու ժետոնների կողքին։ Դրանք մի փոքր տարբեր ժամանակաշրջանների էին, բայց նույն բանն էին ներկայացնում։ Տղամարդիկ, որոնք ծառայել են պատվով, որոնք զոհաբերություններ են արել իրենցից մեծ գործերի համար։ Գիտես, սիրելիս, շարունակեց Հելենը, այս բոլոր ամիսների ընթացքում ես մտածում եմ, թե ինչպես է կյանքն իր շրջապտույտներն ունենում։ Քո պապիկը փրկեց իմ ամուսնուն։ Դու փրկեցիր ինձ։ Եվ հիմա, քո միջոցով, ես սովորում եմ աշխարհին այլ կերպ նայել։ Ինչպես թե։ Դու ինձ հիշեցրիր, որ իսկական հարստությունը ոչ թե նրանում է, ինչ մենք ունենք, այլ նրանում, ինչ մենք ունակ ենք անել ուրիշների համար։ Վերջին 6 ամիսներին ես ավելի շատ մարդկանց եմ օգնել, քան վերջին 10 տարիներին։ Եվ ամեն ինչ սկսվեց նրանից, որ 12 տարեկան մի աղջիկ քաջություն ունեցավ իր վերջին 1000 դրամը ծախսել անծանոթի համար ավտոբուսի տոմսի վրա։ Հելենը դադար տվեց, գրադարանի պատուհանից նայելով այգիներին, որտեղ Մարիամը հանգիստ քայլում էր։ Մի բան էլ կա, որ ուզում եմ քեզ ասել, Անահիտ։ Հաջորդ շաբաթ ես կհայտարարեմ Կարապետ Սարգսյան հիմնադրամի ստեղծման մասին, ի պատիվ քո պապիկի։ Այն ուղղված կլինի խոցելի իրավիճակում գտնվող ընտանիքներին։ Օգնելու, գտնելու աճի զարգացման հնարավորություններ։ Մարիամը կլինի գործադիր համակարգողը, եթե նա ընդունի։ Անահիտը զգաց, թե ինչպես աչքերը լցվեցին արցունքներով։ Պապիկի անունն է հիմնադրամի վրա։ Իսկական հերոսի անունը։ Եվ դու, երբ ավարտես դպրոցը, եթե ցանկանաս, կարող ես աշխատել հիմնադրամում համալսարանական արձակուրդների ընթացքում։ Սա համարիր մի տեսակ պրակտիկայի ծրագիր։ Համոզված եք, որ ես կկարողանամ ընդունվել համալսարան։ Հելենը մեղմորեն ծիծաղեց։ Սիրելիս, քո ներկայիս գնահատականներով մեր հաստատած նախապատրաստական ծրագրով, դու ոչ միայն կընդունվես համալսարան։ Դու կընդունվես այն համալսարանը, որը կընտրես։ Բժշկություն, իրավաբանություն, ճարտարագիտություն, պատմություն։ Ցանկացած ուղի, որը կցանկանաս հետել։ Այդ գիշեր, երբ նրանք վերադարձան տուն, Անահիտն ու Մարիամը բակում նստած դիտում էին աստղերը։ Դա մի բան էր, որը նրանք սկսել էին անել ավելի պարզ գիշերներին, երախտագիտության անցած ճանապարհի մասին խորելու պահ։ Մամ, հիշո՞ւմ ես, երբ մենք ապրում էինք փոքրիկ բնակարանում, երբեմն նույնիսկ կաթի փող չէր լինում։ Հիշում եմ, աղջիկս։ Կարոտում ես այդ ժամանակները։ Մարիամը ուշադիր մտածեց, նախքան պատասխանելը։ Գիտես, անց, ես չեմ կարոտում դժվարությունները, այն գիշերները, երբ արթուն էի մնում, անհանգստանալով հաշիվների մասին։ Բայց լավ կարոտով եմ հիշում այն մտերմությունը, որ մենք ունեինք, այն ձը, որով միավորվում էինք դժվարությունների դեմ։ Բայց մենք դեռ միավորվում ենք, մամ։ Պարզապես հիմա, լավ բաներ կառուցելու համար, ոչ թե գոյատելու։ Ճիշտ է։ Եվ գիտես, էլ ինչ է փոխվել։ Ես այլս չեմ վախենում ապագայից։ Նախկինում ես ապրում էի օրվա հոգսերով, որովհետև չէի կարողանում ավելի լավ վաղվա օր պատկերացնել։ Հիմա ես պլաններ եմ կազմում, երազում եմ քո նախագծերի մասի։ Համալսարանում պատկերացնում եմ այն վայրերը, որոնք միասին կտեսնենք։ Անահիտը գրպանից հանեց 20 կոպեկանոց մետաղադրամը, որը միշտ կրում էր իր հետ։ Լուսնի լույսի տակ այն մեղմորեն փայլում էր, փոքր, բայց նշանակալի։ Գիտես, մամ, երբեմն մտածում եմ այս մետաղադրամի մասին։ Պապիկն ասաց, որ մի օր կհասկանամ դրա արժեքը։ Հիմա ես հասկանում եմ։ Ինչպես թե։ Այն 20 կոպեկ չարժե։ Այն արժե այն հիշողությունը, որ փոքր ժեստերը կարող են ամեն ինչ փոխել։ Այն օրը, երբ հանդիպեցի տիկին Հելենին, ես ծախսեցի 1000 դրամ այս մետաղադրամը 2 ավտոբուսի տոմսի վրա։ Քիչ էր թվում, բայց դա շատ ավելին գնեց, քան մի ուղղորություն։ Դա մի ամբողջ ապագա գնեց։ Մարիամը գրկեց իր աղջկան, զգալով, թե ինչպես խորը խաղաղություն լցրեց իր սիրտը։ Պապիկը շատ կհպարտանար քեզանով, անս։ Շատ կհպարտանար, իմանալով, որ իր ցանած բարությունը շարունակում է աճել։ Եվ կշարունակի աճել, մամ։ Մենք փոփոխություն կմտցնենք այլ մարդկանց կյանքում, ինչպես տիկին Հելենն արեց մեր կյանքում։ Դա մի շղթա է, որը երբեք չպետք է կանգ առնի։ Նրանք մի քանի րոպե մնացին այնտեղ, լուռ, դիտելով աստղերը, մտածելով այն ամենի մասին, ինչին հասել էին։ Ոչ միայն հարմարավետ տուն, արժանապատիվ աշխատանք կամ որակյալ կրթություն։
այլ այն համոզմունքը, որ նրանք ունակ են երազանքներն իրականություն դարձնել, որ բարության փոքր գործերը կարող են լուր հեղափոխություններ առաջացնել, որ յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է աշխարհը փոխելու ուժը, յուրաքանչյուր անգամ մի քաջ որոշում կայացնելով։ Հաջորդ առավոտ Անահիտն արթնացավ վաղ, պատրաստվեց դասերիս մեկ օրվա։ Մինչ նա սուրճ էր խմում, մայրն արդեն հեռախոսով համակարգում էր շենքերից մեկի սպասարկման աշխատանքները։ Դա նոր առօրյա էր, բայց արդեն բնական էր թվում, կարծես միշտ այդպես էին ապրել։ Դպրոց գնալուց առաջ Անահիտը կանգնեց միջանցքի փոքրիկ հայելու դիմաց ստուգեց, թե արդյոք ամեն ինչ պայուսակում է։ Գրքեր, տետրեր, նախաճաշի տուփը, որը մայրը սիրով պատրաստել էր։ Եվ գրպանում, ինչպես միշտ, երկու փոքրիկ հիշատակները, որոնք նրան կապում էին իր պատմության հետ։ Պապիկ Կարապետի զինվորական ժետոնները 20 կոպեկանոց խորհրդային մետաղադրամը։ Դրանք փոքր իրեր էին, որոնք մեծ իմաստներ էին կրում։ Ապացույցն այն բանի, որ հերոսներ գոյություն ունեն ամենուր, որ բարությունը ամենօրյա ընտրություն է, որ երբեմն մի պարզ մետաղադրամը կարող է շատ ավելին արժենալ, քան իր անվանական արժեքը։ Այն կարող է արժենալ մի ամբողջ ապագա, փոխակերպված ընտանիք, այն համոզմունքը, որ ճիշտ բան անելը միշտ հատուցվում է, նույնիսկ երբ հատուցումը ուշանում է։ Մինչ նա քայլում էր դեպի ավտոբուսի կանգառը, այժմ ոչ թե անհրաժեշտությունից ելնելով, այլ որովհետև սիրում էր առավոտյան զբոսանքը Արաբկիրի փողոցներով, Անահիտը ժպտում էր, մտածելով այն ամենի մասին, ինչ ապագան կարող էր բերել։ Համալսարան, կարիերա, մի օր սեփական ընտանիք։ Բայց անկախ նրանից, թե որ ուղին կընտրեր, մի բան հստակ էր։ Նա միշտ իր հետ կկրեր այն ցուրտ նոյեմբերյան երեկոյի դասերը, երբ սովորեց, որ փոքր ժեստերը կարող են սարեր շարժել, որ բարությունը այն ներդրումն է, որը միշտ բերում է լավագույն շահաբաժինները։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի, Մարիամի, Հելենի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս փոխակերպման ճանապարհով, այս ապացույցով, որ փոքր ժեստերը կարող են փոխել ամբողջ ճակատագրեր, ցեղմեկ հավանել կոճակը, որպեսզի իմանանք, որ կարողացել ենք փոխանցել հույսի այս ուղերձը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որովհետև մենք ամեն օր բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենագեղեցիկ հզոր կողմը։ Մեկնաբանություններում գրեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը հուզել, ավտոբուսում հանդիպումը, Պապիկ Կարապետի մասին բացահայտումը, թե ընտանիքի վերջնական փոխակերպումը։ Ձեր խոսքերը մեզ ոգեշնչում են շարունակել պատմել այս պատմությունները, որոնք մեզ հիշեցնում են, որ իրական աշխարհում բարությունը միշտ գտնում է հատուցվելու միջոց։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։ Մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը, նորից կվառի ձեր հավատը սիրո կարեկցանքի փոխակերպող ուժի նկատմամբ։